Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնացեք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան։ Հայաստանը հիմա շատ հատուկ մի վայր է, շատ հատուկ մի կետ է ամբողջ երկրագնդի վրա, որովհետև այստեղ նախ եւ առաջ նայելով թե ինչ է կատարվում աշխարհում, մենք տեսնում ենք, որ մենք շատ չնայած որ պատերազմական վիճակում ենք իրականում գտնվում, բայց երկրի մեջ բավականին ապահով է վիճակը։ Թե բնությունը, թե հենց այդ մթնոլորտը սնում է ամեն մեկին, ով եկել է։ Մարդու կյանքում գալիս է որոշակի տարիք, որ սկսում ես մի քիչ հեռանալ անձնականից, մի թեթև ավելի լայն անկյունով նայել աշխարհին եւ փորձում ես ինչ-որ մի բան անել, որ ծառայի ոչ միայն քո նեղ անձնական կարիքներին, այլև այն երկրին, որի հետ դու կապված ես ու որի վիճակը քեզ անտարբեր չէ։ Այստեղ մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե ոնց կարա լինի, որ մարդը հենց իր երկրում օտար է իրան զգում, այսինքն ես Ամերիկայում չնայած այնտեղ ծնվել մեծացել եմ, միշտ ինչ-որ մի բան ընչեր, ու ինձ թվում է հենց այդ աղ այստեղ շատ հանգիստ եմ ինձ զգում։ Ծնվել եւ մեծացել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 84 թվականին, հետո մեկնել եմ Մոսկվա ասպիրանտուրա եւ Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց եւ պաշտպանվելուց հետո տեխնացուականը վերադարձել եմ Հայաստան եւ հենց վերադառնալուց մեկ ամիս հետո սկսեց հեղափոխությունը Հայաստանում։ Սովետական միությունը փլուզվելուց հետո երկիրը շատ փոքրացավ եւ մենք սովոր չէինք դրան եւ մեր ներուժը, այդ պոտենցիալը որ ունեինք, զգացինք, որ չեն կարող իրագործել Հայաստանում եւ դրա համար 90-ականների սկզբից մեկնեցինք Միացյալ Նահանգներ։ Մեկնեցինք Սիլիկոնյան հովիտ եւ մինչեւ 2014 թվականը ապրում էինք Կուպերտինո քաղաքում, որը իդեպ Apple-ի տունն է։ Ես առաջիններից մեկն էի, որ Հայաստանի երիտասարդ մասնագետ գնացի այնտեղ եւ իմ ուժերով գտա ինչ-որ աշխատանք եւ սկսեցի աշխատել այդ հայ-տեխ ընկերություններում։ Կասկած չունեի, երբ որ գնացի, որ պետք է համագործակցեմ Հայաստանի հետ եւ այդպես 90-ական թվականների վերջից սկսեցի արդեն փոքրիկ խմբերով ինչ-որ աշխատանքներ, նախագծեր եւ սկսեցի վերադարձա Հայաստան, փաստորեն առաջի անգամ մեկնելուց հետո 99 թվականին եւ հենց այդ ժամանակ է հիմնադրեցի մի ընկերություն, որը կոչվում էր Արսետ, իմ ընկերոջ եւ համադասարանցու հետ, որ այդ Արսետը հետագայում զարգացավ, մեծացավ, սկսեցինք շատ փոքր խմբից 5 հոգանոց, հետո մեծացավ եւ վերջի այդ ընկերությունը այն առաջի խումբն էր Հայաստանում, երբ որ ինքը արդեն մի 50-60 հոգանոց խումբ էր, որին գնեց Սինոպսիսը, որ հենց այդպես էլ մուտք գործեց Հայաստան։ Բավականին արագ, առանց որևէ դժվարությունների մենք կարողացանք Միացյալ Նահանգներում ընդգրկվել այդ հասարակության մեջ, որովհետև անգլերեն գիտենք երկուսն էլ։ Ես չշարունակեցի այնտեղ ֆիզիկայով զբաղվել, որովհետև բավականին դժվար էր նորից մտնել գիտական ակադեմիայի շրջանակները եւ ես երկրորդ երեխան ունեցա։ Եկավ մի պահ, որ ինքնաարտահայտման միջոցը պետք է փոխվեր։ Եվ քանի որ մենք կապված էինք Հայաստանի հետ,
շատ բնական էր, որպեսզի մենք այդ ինքնաարտահայտման միջոցը մանգայինք Հայաստանում եւ ոչ թե ասենք թե Ամստերդամում կամ Բուրկինո Ֆասոյում, չէ՞, հասկանալի է, որ մենք էապես մեր ակունքներով կապված էինք Հայաստանի հետ։ Կարոտը միշտ կար, հատկապես Հայաստանի բնության վերաբերյալ։ Նույնիսկ այդպիսի ծաղիկ կա, հետաքրքիր, հա, հազարաթերթը, որը այնտեղ էլ է աճում։ Երբ որ տեսնում էի այդ ծաղիկը, տրորում էի ձեռքերիս մեջ, հոտը քաշում, դա ինձ համար Հայաստանի հոտն էր։ Եվ ինչը հետաքրքիր է, որ Կալիֆոռնիայի բնությունը իհարկե չնաշխարհիկ է, այնտեղից սարերը ավելի բարձր են, այնտեղ կա օվկիանոս։ Բայց ես միշտ զգացել եմ, որ ես այդ հողի ու բնության հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչ որ ժամանակ հետո մարդ մի քիչ սկսում է վերագնահատել, թե արդյոք այսպես ուզում է շարունակել իր կարիերան ամբողջ կյանքը նույն բանով զբաղվելով, թե ինչ որ ուզում է փոփոխություն։ Եվ կնոջս մտահղացումներ եւ առաջարկությունը սկսել մեկ ուրիշ գործ, որը նույնպես Հայաստանի համար շատ կարևոր է եւ կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինչպես նաեւ մեզ համար շատ հաճելի կլինի դա։ 4-5 տարի առաջ էր ամռանը մենք ընտանիքով ճամփորդեցինք Հայաստանի մեր գեղեցիկ լեռներով, Հայաստան, Արցախ եւ այլն, եւ անցնելով այդ գեղատեսիլ սարերով եւ լանջերով Անահիտը ոնց որ հոգու ճիչեր, ասեց ինչու այս բույսերի բազմազանությունը հայերը չեն կարողանում օգտագործել, ինչպես օրինակ Ֆրանսիայի Պրովանսում կամ Շվեյցարիայում, այսինքն այդ բույրերը, որ ունենք, ստեղծելով այդտենց եթերային յուղեր, էկոլոգիապես մաքուր խնամքի միջոցներ, ոսկով ես շատ կուզենայի այստեղ ունենանք մի եթերային յուղերի արտադրություն, փոքրիկ գործարան։ Դե այդտեղ մեր տղան Վահեն ու ես շատ ծիծաղացինք։ Սկսեցինք ինչ որ կատակներ անել, բայց երբ որ վերադարձանք Կալիֆոռնիա, մի քիչ ավելի լուրջ մտածեցինք դրա մասին եւ ուսումնասիրեցինք, հանդիպեցինք մեր շրջանում ապրող, որոնք Ամերիկայի ամենահայտնի արոմաթերապևտներին, որոնք ապրում են մեր շրջանում, որոնք հաստատեցին, որ դա իսկապես լավ գաղափար է։ Իդեպ լսել էին Հայաստանի բույսերի եւ բույրերի մասին եւ դա մեզ քաջալերեց սկսել պրոյեկտը։ Երբ որ որոշվեց, որ սա փայլուն գաղափար է, Անահիտը միանգամից մասնագիտությունը փոխեց եւ ստացավ արոմաթերապևտի որակավորում Կալիֆոռնիայում եւ ոնց որ ամբողջ դրույքով, ոնց որ ասում են, միայն իր գործը դարավ այդ պրոյեկտը, ինքը սկսեց մշակել բաղադրատոմսերը, ուսումնասիրել արոմաթերապիան ինչպես կարելի է օգտագործել մեր կոսմետիկ միջոցների մեջ։ Պահ եկավ, երբ որ պարզ էր, որ որպեսզի այս ապրանքանիշը եւ ընկերությունը կայանա, պետք է որ մենք երկուսով 100% նվիրված լինենք այս գործին եւ տեղափոխենք Հայաստան։ Մի փոքր ուսումնասիրությունից հետո հասկացանք, որ հյուսիսային շրջանը, մասնավորապես Կոտայքի շրջանի Արագյուղը, որտեղ որ հիմա մենք գտնվում ենք, շատ բարենպաստ է եւ եթերայուղային բույսեր աճեցնելու համար եւ իր բարձրությամբ 1600-1700 մետր ծովի մակարդակից բարձր, ինչպես նաեւ կլիմայական պայմաններով։ Մի խոսքով նստեցինք մեքենան մեր գոլեգաներով եւ դեպի հյուսիս ճամփա անցանք։ Մի քանի այդպես լքված օբյեկտներ նայելուց հետո գտանք մի հին կարի ֆաբրիկա, որը 30-ական թվականներին կառուցվել էր որպես դպրոց, որը մենք վերանորոգեցինք եւ հիմա մեր ամբողջ արտադրությունը եւ լաբորատորիան գտնվում է այնտեղ։ Մեր վերադարձի համար շատ տարբեր գործոններ կային եւ գործոններից մեկը հենց հայրենիքում մի այնպիսի գործ կատարելն էր, որը կխթանի տարբեր ոլորտներ, ինչպես ասացի, գիտություն, գյուղտնտեսություն,
եւ ինչի՞ չէ բրանդինգ Հայաստանի համար։ Ըստ էության ես բնապահպան եմ եւ ես նույնպիսին եմ եւ Կալիֆոռնիայում։ Այնտեղ էլ ասենք, եթե ինչ-որ հարցեր են լինում, ես իհարկե աշխատում եմ աջակցել եւ անել ամեն ինչ, որ բնությունը պահպանվի եւ ճիշտ օգտագործվի։ Սակայն Հայաստանում այդ իմ բնապահպանական գործունեությունը մի քիչ յուրահատուկ երանգ է ստանում, որովհետեւ սա ես ընկալում եմ որպես իմ հողը։ Ինչ որ ամբողջականության զգացմունք է տալիս դա ինձ։ Ես իմ հողի տերն եմ, ես եկել տեր եմ կանգնել եւ զարգացնում եմ։ Դա չտեսնված զգացմունք է։ Օտար երկրում հայություն պահպանելը, հայ լեզուն պահպանելը բարդ է։ Նամանավանդ հայաստանցիների համար, այն հայաստանցիները, ովքեր որ դուրս են եկել Հայաստանից արդեն որպես կազմավորված մարդիկ, որովհետև այն բնազդը, որ ավանդական սփյուռք հայությունը ունի, հայությունը պահպանելու, մենք չունենք։ Դրա համար դա պետք է ոնց որ նախ եւ առաջ գիտակցել, որ դա մեծ աշխատանք է պահանջում, եւ երկրորդը այդ աշխատանքը պետք է կատարել։ Եվ մենք բարեբախտաբար այդ նպատակին հասել ենք եւ մեր երեխաները ազատ խոսում են հայերեն, գրում կարդում եւ հիմա էլ մեզ հետ միասին աշխատում են Նաիրյանը կառուցելու վրա։ Իմ շատ ընկերները ինպես սփյուռքահայեր են եւ շատերը իրանց ծնողները Հայաստանից չեն, այսինքն ինչ որ առումով ինձ համար հեշտ էր ստեղ գալ, որ ես հայրենը իմ լավ էր, ես գիտեի խոսել, ստեղ բարեկամներ ունեի, եղել էի Հայաստանում, իսկ իրանք ընդհանրապես եկել են ոնց որ օտար մարդ Հայաստան, ու նաև ունեմ շատ տեղացի ընկերներ։ Ինձ թվում է այդ շփումը սփյուռքահայ երեխեքի եւ տեղացի երիտասարդության մեջ այդ շատ կարեւոր է եւ ես 2 տարի է որ ստեղ եմ ապրում եւ արդեն ոնց որ տեսնում եմ թե ոնց են փոխվում մարդիկ։ Ինձ թվում է սփյուռքահայերը բերում են այդ մի քիչ ավելի լայն մտածելակերպը, իսկ սփյուռքահայերը դրսի հայերը որ գալիս են երևի ստանում են հենց այդ ապահովությունն, այդ ընտանիքի պահը, այդտեղ շատ ուրիշ է, ինձ թվում է շատ հայեր կարոտ են այդ զգացմունքների եւ իրանք իրանց զգում են ամբողջության մի մաս։ Կալիֆոռնիայում տպավորություն էր, որ ամեն ինչ անցողիկ է եւ կարծես թե ուզում էին ինչ-որ մի բանից բռնվել, բայց այդ բռնվելու ոչինչ չկար, ոչ պատմություն կար, ոչ ասենք ես անձամբ առանձնապես հետաքրքրություն չէի գտնում ամերիկյան մշակույթի մեջ եւ այս ամեն ինչի անցողիկությունը այնպիսի տպավորություն էր, ոնց որ թե դու կանգնած ես ոչ թե ամուր գետնի վրա, այլ ինչ որ տակիցդ ամեն ինչ հոսում գնում է, ինչ որ հոսացող ջրի նման մի բան։ Այստեղ ինչ որ մի տեսակ հանգստություն է գալիս, որ սա տուն է։ Եվ ինչ որ հանգրվան է, որ եթե անկախ նրանից թե կյանքում քո հետ ինչ պատահի, կա մի հանգրվան, որտեղ դու կարող ես միշտ սպառվել։ Դա շատ հետաքրքիր զգացմունք է։ Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը մտքին դրել է, որ պետք է գնա եւ կարծում է, որ Հայաստանից դուրս ավելի լավ կյանք կա, անպայման պետք է գնա, որ տեսնի այդ կյանքը։ Կան ուրիշ դեպքեր արտագաղթի։ Մարդիկ ինչ-որ իրենց հնարավորությունները զգում են, որ չեն կարողանում իրականացնել Հայաստանում եւ դրա համար մեկնում են արտասահման։ Հիմա այդ մեկնողներից որ տոկոսը կվերադառնա, հարց է, ուղղակի նույնիսկ եթե 10-15% վերադառնա, դա հսկայական օգուտ է Հայաստանի համար։ Օրինակ, եթե վերցնենք հայ-թեքը, եթե Հայաստանից այդքան երիտասարդներ գնացած չլինեին Սիլիկոնյան հովիտ, ապա չեմ կարծում, որ Հայաստանի այս ոլորտը հիմա այդքան զարգացած կլիներ։
իմ մոտ ամենայն դեպս այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ապրող մարդկանց շատերը, իհարկե ոչ բոլորը, չեմ պատկերացնում, որ երկրի լավ կամ վատ լինելը դա իրենց պատասխանատվությունն է, որ եթե ինչ որ բան չի ընթանում երկրում, ինչ որ պետք է ընթանա, ուրեմն դա միայն մենք հայերս պետք է շտկեն, կամ դա միայն մեր առաջադրանքն է շտկելը, որովհետև ամեն երկրի բնակչությունը պատասխանատու է իրենց երկրի ինչպիսին լինելու համար։ Այսպես մանտրայի նման մարդիկ ասում են երկիրը երկիր չի, միևնույն է, ինչ էլ անենք չի փոխվի, բայց եթե դու այդպիսի փիլիսոփայությամբ ես առաջնորդում, երբեք ոչ մի բան չես անի, որովհետև ինչ որ փոփոխություն անելու համար կամ քո կյանքում կամ երկրում դու պետք է կենտրոնանաս ոչ թե խնդրի վրա, այլ խնդրի լուծման վրա։ Ուրախ եմ, այո, ուրախ եմ, բայց ոչ թե ինչ-որ մի պահերի, այլ ընդհանրապես։ Հայաստանում կեցությունը շատ ուրախ է։ Դրա համար ես երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Մենք շատ լավ ենք ապրել Կալիֆոռնիայում եւ շատ արդյունավետ եւ հաճելի կյանք ենք ունեցել։ Բայց այսպես ասեմ, Հայաստանը պակասում էր ուղղակի։ Եվ նման կյանք այստեղ ունենք։ Եվ քանի որ Հայաստանը այստեղ կա, դրա համար ավելի ուրախ ենք։ Տունը դա շատ հավաքական հասկացողություն է։ Տունը կնոջ համար իհարկե շատ մեծ նշանակություն ունի հենց այն տունը, բնակարանը, որտեղ դու ապրում ես։ Բայց բացի դրանից տունը դա նաև քո քաղաքն է կամ քո գյուղը եւ շրջակա միջավայրը, քո երկիրը։ Տունը կարող է լինել եւ շատ փոքր եւ շատ մեծ։ Օրինակ Կալիֆոռնիայում, երբ ես ասում եմ տունը, դա հենց իմ կոնկրետ փողոցի կոնկրետ հասցեով գտնվող իմ տունն է, որը ես շատ եմ սիրում։ Կամ այն փոքրիկ այգին, որ կա այդ տնամերձ այգին, որը կա, ես մեծ սիրով մշակում եմ, ինձ համար տունը դա է։ Հայաստանում իմ տունը դա ամբողջ Հայաստանն է։